Սիրում ես քո արտացոլանքը հայելու մեջ։ Այս հարցը որոշ մարդկանց մոտ բանավեճի լուրջ թեմա է, նաև անլուծելի հարց։ Պետք է կարողանալ պահպանել բնությունից քեզ տրված գեղեցկությունը եւ որքան հնարավոր է մնալ երիտասարդ երկար ժամանակով։ Ողջույն, առողջ գեղեցկություն հաղորդումն է ձեր եթերում, ձեզ հետ ես եմ, Սիրանուշ Լազյանը։ Ինչպես դառնալ բիզնեսի դեմքը, չկորցնելով սեփական դեմքը, տեսակը եւ էությունը։ Այսօր մեր հյուրն է Մեդինես բժշկական կենտրոնի տնօրեն գեղեցկուհի Մարինա Դալաքյանը։ Ողջույն։ Ողջույն Սիրանուշ ջան։ Նախ ուզում եմ սկսենք եւ դուք մի փոքր պատմեք, թե ինչպես առաջացավ միտք եւ ինչու առաջացավ միտք ունենալ էսթետիկ եւ պլաստիկ վիրաբուժության կենտրոն։ Իրականում երևի թե պետք է ասել, որ սա մանկության երազանք ա եղել։ Ավարտել եմ Մղթարերացու պետական բժշկական համալսարանը։ Միշտ նպատակ ա եղել դեռ մանկուց լինել բժիշկ։ Եվ համալսարանը ավարտելուց հետո երկար տարիներ աշխատել եմ ոլորտում, ոչ բժշկության ոլորտում, դեղերի ոլորտում։ Հետագայում, բայց միտքը անընդհատ կար, այսինքն ունենալ բժշկական կենտրոն, լինել դրա մի մասը, նույնիսկ երբեք չեմ մտածել ղեկավարի դիրքում, այլ ուղղակի նպատակ ա եղել է ու ինքը ամրապնդվեց այն ժամանակ, երբ որ սկսեցի արդեն ինքս օգտվել տարբեր կենտրոնների ծառայություններից եւ տեսնում էի բացերը, տեսնում էի խնդիրները, հասկանում էի, օրինակ, ես ինչ կանեի, որ այդ բացերն ու խնդիրները չլինեին, եւ մի գեղեցիկ օր, սրանից 2.5 տարի առաջ որոշումը վերջնականապես ընդունվեց, ծրագիրը իմ կողմից գրվեց, ներկայացվեց, արժանացավ հավանության եւ որոշեցինք բացել Մեդինես անունով էսթետիկ բժշկության կենտրոն։ Իրականում միտքը նա էր, որ մենք հավաքագրենք միտեղ այն բոլոր ծառայությունները, որը այսօր առանցին տարբեր ոլորտներում ներկայացված են։ Եվ վստահ էինք, որ կոնցեպտը կաշխատի, որովհետեւ լսելով նաեւ շրջապատին, հասկանալով ինչ բացեր կան ոլորտում, որոշումը ընդունվեց եւ անցանք իրագործման փուլ։ Շատ ճիշտ եւ գեղեցիկ նկարագրեցիք ձեր երազանքը եւ իհարկե արդյունքը տեսնում եմ եւ անհրաժեշտությունը փաստորեն իսկապես կար, բայց ինչպես բուժառուին հասկացնել դա, որ նմանատիպ կլինիկաները առանձնացված շատ ավելի արդյունավետ են, որովհետեւ այլ պայմաններում, չակերտավոր ասած, փակագծերը չբացենք, եւս նման ծառայություններ արվում են։ Որն է Մեդինեսի առանձնահատկությունը։ Գիտեք, ճիշտ նկատեցիք, տարբեր կետերում, տարբեր կաբինետային պայմաններում, տարբեր հիվանդանոցներում, իհարկե հիվանդանոցներում դա ամենաճիշտ տարբերակն է, գոնե, արվում են բազմաբնույթ նմանատիպ էսթետիկ միջամտություններ, սակայն դա ուղղակի սարսափելի է այն մասով, որ արվում են տեղերում, որտեղ որ չունեն լիցենզավորված գործունեության իրավունք։ Անում են մասնագետներ, ովքեր չունեն անգամ միջին մասնագիտական կրթություն։ Եվ սա համընդհանուր ցավ է, որի դեմ պայքարում են եւ առողջապահության նախարարությունը, եւ տեսչական մարմինը, եւ լուրջ բուժկենտրոնները, եւ դրա արդյունքում ինչքան շատ լինեն նմանատիպ որակավորված կենտրոնները, այնքան դա մեր հանրության առողջության, գեղեցկության եւ ամենակարևորը անվտանգության գրավականը կլինի, որովհետեւ այն պայմաններում, որտեղ օրինակ վարսավիրանոցներում արվում են ներարկումային միջամտություններ։ Դա ուղղակի իրոք սարսափելի է եւ տեղերում, որտեղ որ նույնիսկ մասնագետը ունի համապատասխան կրթություն, կամ վերցվում են ինչ-որ կաբինետներ, դնում են կանոնը բժշկական կենտրոն, առաջարկում են էժանագին ծառայություններ, հարց, ինչպես է ձևավորվում այդ դեպքում միջամտության արժեքը։ Եթե մասնագետը որակավորված չէ, բարձրագույն բժշկական կրթություն չունի, եթե նյութը, պրեպարատը, որը որ ներարկվում է, ձեռք է բերվում անօրինական ճանապարհով, արդյոք դա անվտանգ է։ Իհարկե ոչ։ Ոչ մի պարագայում ես կոչ եմ անում մեր սիրելի հեռուստադիտողներին, հարցը նա չէ, որ գան Մեդինես։ Մեդինեսի նմանատիպ որակավորում ունեցող կենտրոնները փառք Աստծո բավականին շատ են։ Կարելի է դիմել որակավորված մասնագետները, բժիշկները շատ են։ Կարելի է դիմել համապատասխան բժիշկներին, համապատասխան կենտրոններ, ստանալ ծառայությունները այն արժեքներով, որոնք իսկապես ձևավորվում են տվյալ ծառայության համար,
եւ վստահ լինեն, որ իրենք անվտանգ ձեռքերում են, որովհետեւ հավատացեք, առողջությունը ոչ մի չափելի միավոր չունի։ Այսինքն, որ ասես առողջությունը արժի 10,000 դրամ, թե 50,000 դրամ, հա։ Առողջությունը եթե կորցրեցին, իրեն վերականգնել ուղղակի արդեն կամ անհնար է կամ լավագույն դեպքում ինչ որ թեթև լուծումներով եւ այլն։ Էսթետիկ ոլորտում դա հատկապես կարեւոր է, ինչու, որովհետեւ այս դեպքում մարդ հիվանդության հետ խնդիր չունի։ Ինքը դիմում է ավելի գեղեցիկ տեսք ունենալու համար, ավելի խնամված լինելու համար։ Ինչու՞ չէ երիտասարդ երևալու համար, հա, որովհետև կյանքի տևողությունը երկարել է, մարդիկ ուզում են ինչքան հնարավոր է ավելի երկար լինեն գեղեցիկ, խնամված, եւ դա միանշանակ խրախուսելի է։ Բայց այդ գեղեցկության գինը չպետք է լինի առողջության հաշվին։ Դրա համար ի դեպ մենք ընտրել ենք նաև լոզունգ առողջ գեղեցկություն, որի ջատագովներն ենք, որը պաշտպանում ենք բոլոր հնարավոր եւ անհնար միջոցներով, եւ կարող եմ մի բան հստակ ասել, որ Մեդինեսում բոլոր պացիենտները անվտանգ ձեռքերում են։ Փառք Աստծո, այս մեր գործունեության ընթացքում դեռևս չենք ունեցել դեպքեր, որ մարդիկ կամ դժգոհ գնան կամ ինչ որ բանը չբավարարի, եթե մի փոքր ակնկալիքները այլ են եղել եւ ստացել են ուրիշ սպասումները այլ են եղել, արդյունքը այլ է եղել, դա նույնպես լուծվել է մեր մոտեցման, մեր յուրահատուկ մոտեցման շնորհիվ եւ ես եւս մեկ անգամ կոչ եմ անում մեր սիրելի բուժառուներին մտածված գնալ տարբեր տեսակի միջոցառումների, ընտրել ճիշտ բուժկենտրոն, ընտրել ճիշտ բժշկին, ծանոթանալ տվյալ բժշկի մասնագիտական որակների հետ, հետո նոր դիմել միջամտության։ Շոտ սպառիչ պատասխան տվեցիք, այսպես մի քանի հարցերի պատասխան տվեցիք եւ ձեր խոսքում նաեւ ասացիք, որ այո, այսօր մեր տարածաշրջանում նմանատիպ կլինիկաները շատ են։ Մենք մեր հաղորդման շրջանակներում բացում ենք բոլոր գաղտնիքները։ Մեդինեսը ունի մրցակից եւ ինչպես հասնել իդեալական տարբերակի։ Սիրյանես ջան, երևի թե իմ մոտեցման առանձնահատկությունը նաեւ այն է, որ ես ոչ մեկի չեմ համարում մրցակից։ Ես բոլորին համարում եմ գործընկեր, որովհետեւ ես միայն ողջունում եմ իսկապես որակով բարձրակարգ ծառայություններ մատուցող բուժկենտրոնների առաջացումը, որը ժամանակի ընթացքում վստահաբար ճնշելու է այդ իմ ասած նկուղային տարբերակով միջամտություններ կատարող կենտրոններին։ Դրա համար ես իսկապես դա այդպես է եւ ես ոչ մեկի մրցակից չեմ համարում, իրենք բոլորը մեծ գործընկերներ են։ Եղել են դեպքեր, որ մենք այդ գործընկերոջ մոտ ուղարկել ենք այն բուժառուին, որը եկել է մեզ մոտ, ասել ենք, որ օրինակ այս կենտրոնում կարող են այդ ծառայությունը քեզ մատուցել, հա, դիմիր այնտեղ։ Հետևաբար ես կողմնակից եմ այս ոլորտում միայն առողջ համագործակցությանը, որը կօգնի պայքարելու սև շուկայի դեմ, որը կօգնի պայքարելու այսպես կոչված կեղծ դիպլոմավոր մասնագետների դեմ, դա շարունակական process է, դրա դեմ պայքարում են բոլոր, իդեպ դա աշխարհի բոլոր երկրներում կա, ոչ միայն Հայաստանում միգուցե նույնիսկ ավելի քիչ է, քան թե այլ ավելի խոշոր երկրներում, հա, բայց միևնույնն է ինքը պետք է ոչնչացնել, ինքը պետք է դրա դեմ ամեն կերպ պայքարել, որովհետև այնպիսի դեպքեր են ունեցել, երբ մարդիկ եկել են հասարակ մազահեռացումից հետո, այնպիսի այրվածքներով, սպիներով են դիմել մեզ, որ նույնիսկ զարմանում ես ինչպես կարելի է մազահեռացման արդյունքում նման վնաս հասցնել։ Էլ չեմ ասում տարբեր ներարկումների արդյունքներում առաջացած բարդությունները, էլ չեմ ասում դեմքի ծրվածությունը, ու այս ամեն ինչը նրա արդյունք է, որ մարդիկ հավատում են երևի թե գովազդին կամ չգիտեմ ինչն է ստիպում, որովհետև իմ համար անբացատրելի է այդ երևույթը, որ կարելի է հավատալ եւ գնալ մասնագետի մոտ, ով որ նույն ներարկումը անում է մի փոքր ավելի էժան, առանց խորանալու ինչի է էժան։ Ոնց կարող է մասնագետը լավ պրեպարատով, որը որ գիտեք, երբեմն արվում են միջամտություններ, որոնք ինքնարժեքից ցածր են, իրական պրեպարատի արժեքը, այդ միջամտության արժեքը ավելի ցածր է, քան տվյալ պրեպարատի ձեռքբերման արժեքը։ Չեմ ասում այդտեղ ասենք բժշկի եւ մնացած որակավորումները կամ պայմանները, որտեղ դա արվում են, հա։ Օրինակ մեր կենտրոնի առանձնահատկությունը ասեմ, քանի որ մենք նաեւ վիրաբուժական լուրջ մեծ բաժանմունք ունենք, մեզ մոտ վերակենդանացման լիարժեք բաժանմունք գոյություն ունի, մեզ մոտ անեստեզիոլոգ, ռեանիմատոլոգների լուրջ թիմ գոյություն ունի։
Եվ հարկ եղած դեպքում նույնիսկ թեթև ինչ որ միջամտության արդյունքում, հա, եթե առաջանա որևիցե բարդություն, մենք հաշված րոպեների ընթացքում ի վիճակի ենք այդ բարդությունը լուծելու։ Ես ուզում եմ, որ մեր այս հաղորդումը հասնի իր նպատակին, հասնի իր թիրախին եւ մարդիկ հասկանան, որ իսկապես իրենց առողջությունը անգնահատելի է։ Դուք կարող եք անդառնալի կորուստ ունենալ, գեղեցկության հետևից վազելով վնաս հասցնել ձեր առողջությանը եւ կոչ անել նաեւ ամեն ինչ անել չափի մեջ։ Չտրվել այսպես կոչված լավ բժիշկը իրեն երբեք թույլ չի տա պացիենտին համոզի որևէ բան անելու։ Ընդհակառակը պետք է լինի դեպքեր, երբ բժիշկը պետք է, այսպես ասած, ստոպ տա պացիենտին, ասի, որ այլևս դա քեզ անհրաժեշտ չէ։ Ես իրոք մեծ հույս ունեմ, որ այս իմ կոչը տեղ կհասնի եւ մարդիկ այսօրվանից սկսած կսկսեն մտածել ուր գնալ, ինչ անել, ինչպես ընտրել բժշկին, ինչպես ընտրել բուժկենտրոնը։ Նորից եմ ասում, փառք Աստծո, մեզ մոտ Հայաստանում, մասնավորապես Երևանում, լավ բուժկենտրոնները շատ են, լավ որակավորում ունեցող մասնագետները, բժիշկները շատ են։ Ցանկության դեպքում կարելի է գտնել համապատասխան մասնագետին, համապատասխան բուժկենտրոնը եւ ստանալ որակավորված բուժծառայություն։ Տեսեք, երբեմն ամենանուրբ սխալը նույնիսկ միշտ բժշկի եւ անձնակազմի սխալն է համարվում, հաշվի չենք առնում բուժառուի էմոցիոնալ լինելը, բուժառուի պահանջները, միևնույն է, ի պաշտոնե դուք ենթադրաբար պետք է մեղադրեք անձնակազմին եւ բժիշկներին։ Եղել է դեպք, երբ դուք ինքներդ խառնվել եք եւ բուժառուի հետ անձնական շփում եք ունեցել, մեղմացնելու իրավիճակը։ Եվ ինչ ելք եք գտել։ Սիրան, իրականում ոչ թե դեպք, այլ դեպքեր։ Դրանք պարբերաբար լինում են եւ ճիշտ նկատեցիք, դա բուժառուի առանձնահատկություններից է, որովհետեւ բոլոր մարդիկ տարբեր են։ Եվ հիմնականում էսթետիկայի ոլորտում սպասումները շատ ավելին են, քան թե դա հնարավոր է տվյալ կոնկրետ դեպքում, հա։ Եվ հիմնականում այդ տարաձայնությունները առաջանում են դրա արդյունքում, երբ բուժառուն սպասում է մի բան, ստանում է այլ բան, որի մասին ի դեպ իրեն նախապես զգուշացում է, բայց միևնույնն է ինքը չի ընդունում։ Նման դեպքերում պետք է ըմբռնումով մոտենալ բուժառուին, որովհետև այո, մարդը եկել է որոշակի արդյունքի հետևից։ Ինքը չի ստացել իր ակնկալող արդյունքը, բայց երբ որ դա բացատրվում է ճիշտ, հասարակ, հասկանալի, մատչելի լեզվով, փառք Աստծո, մինչև հիմա այն դեպքերը, որոնք որ մեր մոտ եղել են, այդ հակասությունը, հիմնականում եղել է բժշկի եւ բուժառուի միջև, իմ միջամտությունը օգնել է, որ երկու կողմն էլ ընդունի, որովհետեւ երբ որ կա տարաձայնություն, երկու կողմի սխալի արդյունք է դա լինում, կամ թերըմբռնման արդյունք է լինում, երկու կողմն էլ հասկացել են, երկու կողմն էլ շնորհակալություն են հայտնել իրար, լավ ջերմ նոտայի վրա բաժանվել են։ Ես ուզում եմ ասել, որ այս դեպքում շատ կարևոր է, որ բուժառուին չվերաբերվել արհամարանքով, չասել, որ դե սա ինչ որ լսում ենք շատ հաճախ, սա այն է, ինչը որ կա, գնա համակերպվի, ոչ։ Նույնիսկ եմ ասում, երբ մարդ ակնկալում է մի բան, ստանում է այլ բան, իրեն պետք է բացատրել, թե դա ինչի արդյունք է, որ իր օրինակ դեմքի կառուցվածքն է այդպիսին, հա, ասենք տվյալ դեմքի կառուցվածքի դեպքում Անջելինա Ջոլիի պրոֆիլ ստանալը անհնար է ուղղակի, որովհետև այնտեղ ոսկորի կառուցվածքն է այդպես։ Մարդ տեսնում է գովազդային պոստը, գալիս է, ասում է, ես ուզում եմ Ջոլիի պրոֆիլ։ Դու պետք է իրեն կարողանաս բացատրել, որ այդ պրոֆիլը դա կմախքի ստրուկտուրայի արդյունքն է, հա։ Եվ այսպիսի լուրջ տարաձայնություններ իրականում չեն եղել, երևի թե էլի փառք Աստծո, բայց ցանկացած տարաձայնություն պատրաստական ենք լուծելու, լսելու, երբեք ոչ մի պարագայում ոչ մեկ չի կարող ասել, որ օրինակ մեր 2.5 տարվա գործունեության մեջ մենք արդեն մի քանի հազար բուժառու ենք ունեցել, որևիցե մեկը, երբ որ ունեցել է որևիցե ինչ-որ առարկություն, տարաձայնություն, գնացել է դժգոհ։ Ես նույնպես համարում եմ մեր ձեռքբերումը, որովհետև այդ մոտեցումը օգնում է, որ կարողանաս այն մտքերը, որոնք որ գլխումդ կան, հասցնել ավարտին, իսկ մեր համար շատ կարևոր է, որ բոլոր բուժառուները մեզանից գնան գոհ, անկախ նրանից ակնկալվող արդյունքը ստացել են, թե արդյունքից մի փոքր շեղում են ունեցել։ Ելքերը դրական են եղել, որովհետև կարծում եմ դուք ունեք բժիշկների շատ լավ կազմ։ Եվ սա
ձեր ոլորտում ամենաբարդ խնդիրն է ինչպես ընտրել ճիշտ բժիշկ։ Դուք դա կարողանում եք անել։ Ինչպես, որտեղից ունեք այդ հոտառությունը, լինելով բժիշկ, նաև ճիշտ օգտագործել մեկը մյուսում, բիզնեսում, տեղադրել բժիշկներին այնպես, որ իրենք ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին հայտնվեն։ Ոնց եք զգում։ Գիտեք, երևի թե ամենակարևոր պատճառը, որ ես երբեք սա չեմ համարում բիզնես, որտեղ բժշկությունը ինքը չպետք է լինի բիզնես, ինչքան էլ որ մենք ունենք այդ տենց հաճակերտավոր այդ պիտակավորումը։ Ինչպես եմ ընտրում, նախ եւ առաջ կարևորում եմ մարդկային հատկանիշները։ Մեր մոտ աշխատող բոլոր մասնագետները, եթե հարցնեք, կասեն, որ երբ որ իրենց աշխատանքի են ընդունում, ես միշտ ասել եմ, որ անկախ քո մասնագիտական ունակություններից, եթե քո մարդկային որակները զիջեցին, դու մեր հետ չես աշխատելու։ Այսինքն նույնիսկ ասել եմ, որ պարտադիր չի լինես շատ լավ մասնագետ, եղի շատ լավ որակավորում ունեցող մարդ, լավ որակներով մարդ, արժեքներով մարդ, մասնագիտական փորձառությունը, որովհետև մենք ունենք նաև երիտասարդ մասնագետներ, կգա ժամանակի ընթացքում։ Ասեմ, ունեցել ենք դեպքեր, երբ մեր հետ աշխատել են մասնագետներ, ովքեր որ ինչ-ինչ պատճառներով տարաձայնությունների արդյունքում հրաժարվել ենք իրենց հետ աշխատելուց։ Հետևաբար իմ ընտրության չափանիշները երկու հիմնականն են, դա պրոֆեսիոնալ մասնագիտական որակավորումները, բայց առաջին տեղով մարդկային որակները։ Երբ որ չպետք է լինի տոքսիկ, չպետք է լինի ինտրիգաների հակված, իսկ տարբեր ոլորտներում նման բաները, հատկապես բժշկության ոլորտում, նույնպես կարող են տեղ ունենալ, պետք է լինի գործընկերների հանդեպ հանդուրժող, բարյացակամ, մարդասեր առաջին հերթին, եւ այս որակների դեպքում մեզ մոտ ստացվել է այո ձևավորել լավ թիմային աշխատանք, իսկ այն մասնագետները, որոնք այդ թիմային աշխատանքի մեջ չեն կարողանում տեղավորվել, վաղ թե ուշ իրենց ցտեսություն են ասում։ Ամենամեծ դժվարությունը, որը գուցե ժամանակին թվում էր անհաղթահարելի։ Իրականում ես կյանքում սովորել եմ մի բան, ոչ մի բանը չհամարել դժվարություն։ Ցանկացած իրավիճակը համարել ինչ-որ բանի հետևանք։ Այսինքն, եթե կան խոչընդոտներ, խոչընդոտող ինչ-որ բաներ, դրանք ոչ թե դժվարություն են, այլ դրանք ինչ-որ իրավիճակի, ինչ-որ մտքի, ինչ-որ երևույթի արդյունք են։ Եվ ես սովորել եմ այդ դրանք հաղթահարելով գնալ առաջ, այսինքն իմ համար երևի թե այո, անցած ճանապարհը երբ որ հետ եմ նայում, այդ իրավիճակները այնքան բազմազան են եղել, որ եթե մենք սկսենք խոսել դրա մասին, մեզ մի ամբողջ հաղորդում չի հերիքի։ Իսկ այնպիսի դժվարություն, որը որ անհաղթահարելի է եղել, երևի թե չի եղել այդպիսի բան, որովհետև արդյունքում ունենք մի իրավիճակ, որտեղ որ լավ թե վատ, քիչ թե շատ ստացվել է այն, ինչը որ մտադրված եմ եղել անել։ Իհարկե լավացնելու, կատարելագործելու, դեպի ավելիին գնալու ձգտումը միշտ կա, բայց համար մեկ նպատակը, ինչպես եւ իմ նախորդ խոսքում ասեցի, իրեն չնայել որպես բիզնես։ Ես հենց կան, որ ոլորտին սկսում եմ նայել որպես բիզնես, պետք է հրաժարվեմ դրանից, որովհետև իհարկե այստեղ պետք է լինեն միջոցներ, որպեսզի եւ բժիշկները վարձատրվեն եւ ադմինիստրատիվ անձնակազմը վարձատրվի, բայց ոչ ամեն գնով։ Այսինքն ինքը չպետք է լինի առաջնային, ինքը պետք է լինի միջոց, այն գերնպատակը, որ ունենք, այն միսիան, որը որ ունենք, իսկ մեր միսիան ոլորտում որակով, բարձրորակ, անվտանգ, գեղեցկություն եւ էսթետիկ միջավայր ապահովելն է։ Շնորհակալություն պրոդուկտիվ հաղորդման համար։ Ձեզ եմ շնորհակալ, սիրով։ Եթե դու ուզում ես բացահայտել էսթետիկ բժշկության գաղտնիքները, ապա հետևիր մեր հաղորդմանը։ Իսկ եթե ունես քեզ հուզող կամ անհանգստացնող հարցեր, ապա կարող ես գրել Մեդինես բժշկական կենտրոնի էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել 055 505 605։ Անձնակազմը մեծ սիրով կպատասխանի քեզ անհանգստացնող հարցերին։ Եղեք առողջ եւ գեղեցիկ։